Բարևներ ձեզ, փոքրիկ հավելում կատարեմ Իրանի վերաբերյալ կատարած նախորդող վերլուծությունների եւ լրահոսին Տելեգրամյան, որին ովքեր շատ ավելի հետաքրքրված են թեմային խորությամբ ծանոթանալու, խորհուրդ եմ տալիս միանալ Մշուաղջիկ Տելեգրամյան ալիքին, հատկապես գիշերային լրահոսը երբ ամեն արթնանում հայտարարություններ է անում եւ այլն եւ իրադարձություններ են տեղի ունենում գետնի վրա, շատ կարեւոր է։ Ուրեմն մենք ներկայումս հետաքրքիր իրավիճակ, երբ որ Իրանի ներսում ամեն կերպ հաջողությամբ կասեցվում է հեղաշրջման փորձը չեն կատարում ներքին օղակներ, այլ դրսից արտաքին ազդեցության գործակալական ցանցեր, որը ապացուցում է, որ 12-օրյա պատերազմից հետո Իսրայելը եւ ԱՄՆ կարողացել են հաջողությամբ օգտագործել որոշակի ցանցային հնարավորություններ, որովհետեւ այդ գործակալական ցանցը զինված է, նախապատրաստված է, այս ալիքը նախապատրաստված է ամբողջ այս ընթացքում հետ պատերազմյան 12-օրյա, որը Ալի Լարիջանի, որը գլխավոր անվտանգության խորհրդի քարտուղարն է Իրանի, ասաց, որ իրենք ոչ պատերազմի մեջ են, ոչ կռվի մեջ են, ոչ խաղաղության մեջ են, ոչ էլ զինադադար գոյություն ունի, որտեղ զինադադարի համաձայնագիր չկա, այդ պատերազմից հետո էլ բանակցություններ ինչ որ տեղի են ունեցել, ինչ որ կա, այսպես հետնադրնային բաց դուռ Վիտկովի անունն է կրկին հոլովում, որ նա Արաքչիի հետ ինչ բաց դռնային կապ ունի եւ այլն, բայց այդ բանակցությունների հետ զուգահեռ կոնկրետ պատրաստություն է եղել Իրանի դեմ հարձակումը իրականություն դարձնելու եւ այս ուժգնությամբ իրադարձությունները սկսել են զարգանալ Նետանյահուի հանդիպումից հետո Տրամպի հետ ամանորյա գիշերով, դրան հաջորդել է Վենեսուելան, Վենեսուելայի իրադարձությունների կապը Իրանի հետ ես ներկայացրել եմ այլ վերլուծությամբ, հիմա չեմ անդրադառնա, սակայն ամեն կողմ, որ նրանք ցանկանում են հրահրել, այդ ամեն կողմը ոչ թե պատասխան է տալիս իրենց ոճի մեջ, արևմուտքի ներկայացրած եւ պարտադրված իրենց ցանկությամբ ոճի մեջ, այսինքն մյուսներն էլ վեր կենան ինչ որ տեն շտուրմ անեն, վերցնեն եւ այլն, այլ կատարվում է ինչպես որ Վենեսուելայում, այնպես էլ Իրանում, որ մենք այսպես չեն գնում ռազմական գործողությունների ուղով, իսկ Իրանի դեպքում արդեն Իրանի իշխանությունները ասում են, որ մենք պատրաստ ենք ամեն տեսակ պատասխանի եւ հարվածի դեպքում մենք անակնկալ ունենք, այդպես ասում է թե պաշտպանության նախարարը, թե երկրի գենշտաբի պետը, ասում է պարլամենտի խոսնակը, ասում է արտգործնախարարությունը, ասում է ամբողջ ուժային համակարգը, որ մենք եւս կարող ենք իրականացնել որոշակի գործողություններ, որոնք շատ խոցելի վնաս կպատճառեն ԱՄՆ իշխանություններին եւ որ վտանգի տակ կհայտնվեն ոչ միայն ԱՄՆ բազաները Մերձավոր Արևելքում գտնվող, այլ այնտեղ զետեղված զինվորականները, ում որևէ նախազգուշացում չի տրվի։ Հիմա տարբեր վիճակագրություն է դուրս գալիս, արևմուտքը շատ այսպես իր ամբողջ ինֆորմացիոն դաշտով, տասնյակ տարիներ սնուցված ճակերտավոր օպոզիցիոն իր ալիքներով արևմուտքում, Կանադայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, նաև գործարկելով ահաբեկչական մի ամբողջ խմբավորում, Մուժահեդին Խալկ, որը արգելված է բուն ԱՄՆ-ում, բայց նրանց ապաստանում է Ալբանիան, ԱՄՆ կառավարության հրահանգով, նրանք 6000 հոգի են շուրջ, ղեկավարվում են մի կնոջ կողմից եւ ներթափանցության ներազդեցության գործակալական ցանց են գործարկում Իրաքում, հատկապես քրդական հատվածում, ինչպես նաեւ Իրանի արևմտյան շրջանում քրդական հատվածում հիմնականում բնակեցված, որտեղից որ հիմնական այս ցույցերը բռնկվել են։ Այս բոլոր խմբավորումները ունեն հսկայական մեդիա օղակներ, որոնք ինֆորմացիոն պատերազմի առաջամարտիկ են, իրենք ասում են, որ օպոզիցիոն ալիքները իրանական, ասում են, որ 15000 զոհեր կան, մինչ այդ Reuters-ը, որը ամենևին էլ պրո-իրանական չէ, հակաիրանական է, կողմ է, որպեսզի Իրանի դեմ ինչ-որ գործողություններ տեղի ունենան, այսօր հայտարարել է, որ թիվը հասնում է 2000-ի եւ չի նշում որն է աղբյուրը, իսկ Իրանի իշխանությունները ներկայացնում են 500-ից 600 հոգի զոհեր, թե ցուցարարներ, թե անվտանգության աշխատակիցներ եւ թե ահաբեկիչներ, նրանց անվանում է Իրանի իշխանությունը ահաբեկիչներ, որովհետեւ ունեն
իգիլական աֆիլիացիա, ունեն քրդական ահաբեկչական խմբավորման աֆիլիացիա եւ ունեն այդ նշածս ահաբեկչական կազմակերպության աֆիլիացիա եւ հետաքրքիր այսպես համակարգված գործունեություն է գնում արևմուտքի դեմ հարվածը կանխելուն Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի Դաշնության համատեղ ուժերով իրանական Ցակումով իրանցի Բրիտանիայում գտնվող մի լրագրող ներկայացրել էր, որ Իլոն Մասկի տրամադրած Starlink-ի արգելափակումը Իրանում, որը պետք է կյանքի կոչեր ավելի վայրագ ցույցեր, արգելափակվել է ամբողջությամբ, որովհետև չինական, ռուսական եւ իրանական հետախուզական, ռազմական հետախուզական գործընկերությունը կարողացել է ճիշտ ներդաշնակել իրենց աշխատանքը ամերիկյան Forbes ամսագիրը եւս անդրադարձել էր, որ Իրանում հաջողվել է ամբողջապես կասեցնել Starlink-ի գործունեությունը ռազմական հետախուզական կիբերպատերազմյան գործողությունների արդյունքում դա նրանց շատ մեծ մտածմունքի տեղիք է տալիս, որովհետև թե Ռուսաստանի, թե Չինաստանի դեմ այդ Starlink-ը պետք է որ օգտագործվեր եւ կօգտագործվի առաջիկայում, որովհետև արևմուտքը հետ չի կանգնում Իրանի դեմ իր հարձակումը նավթային ռեսուրսներին տիրանալու մասին է, ամենևին ժողովրդավարություն որևէ կերպ չեն պատրաստվում բերել, դեռևս 3 Ռեզա Փահլավին իր Fox News-ի, CBS-ին տված հարցազրույցում ասաց, որ դե CBS-ի թղթակցուհին նրան հարցրեց, իսկ դուք պատասխանատվություն վերցնում եք ձեր վրա այն դեպքում, որ շատ մարդիկ զոհվում են, ինքը ասում է, դե սա պատերազմ է, պատերազմում մարդիկ պետք է զոհվեն, հիշեցնեմ, որ ցույցերի առաջին օրերին Մոսադը ուղղակի հայտարարություն էր գրել իր էջում սոցիալական ցանց X-ում, որ պետք է 0.9% հարաբերակցությամբ ժողովրդի քանակի Իրանում բնակվող զոհեր լինեն, դա կազմում է 800,000 հոգի, այսինքն իրենց թիվը, իրենց target number 800,000 մարդիկ են, իրենք չեն մտածում այդ մարդկանց մասին, իրանք ասում են, որ սա պատերազմ է եւ դա է, որ ճիշտ կերպով թե իշխանությունները եւ թե արդարացի տնտեսական պահանջ ներկայացնող մանր միջին բիզնեսները եւ ոչ միայն շատ ուշադրությամբ են վերաբերում այդ կետին, որովհետև իրանք ուզում են այդ ինֆլյացիան կասեցվի, իսկ ինֆլյացիան տնտեսական անկումը ուղղակի սցենարով գրվել եւ գործարկվել է արևմուտքի սանկցիաների միջոցով 3 Եվրոմիությունը հավելյալ սանկցիաներ է ընդունել Իրանի դեմ Տրամպը կես գիշերին գրեց, որ բոլոր այն երկրները, ովքեր առևտուր են անում Իրանի հետ 25% տարիֆի հավելում են ստանալու ԱՄՆ-ի հետ բիզնես անելու դեպքում, դե երկրները, որոնք Իրանի հետ բիզնես են անում, դրանք ովքեր են ասում, Ռուսաստանը, Չինաստանը, օքեյ, որոշ չափով Հնդկաստանը, ինչ որ արաբական աֆրիկյան երկրներ, որ առանձնապես ԱՄՆ-ը մեծ մասին նրանց այսպես սանկցիաների տակ է դրել, ավելի շատ ուզում են տենց Հնդկաստանի հետ իրենց փոխհարաբերությունը, հետաքրքիր Իսրայել, ԱՄՆ, Հնդկաստան այստեղ գործարկել Իրանի դեմ եւ հաշվի առնելով, որ նրանք իրենց ճանկը դրել են Վենեսուելայի նավթի վրա, մեծ բաներ են խոսում, գետնի վրա դրանք դեռ տեղի չեն ունեցել, այսինքն կորպորացիաները հսկայական ներդրումներ պետք է կատարեն, արդեն Exxon-ը հայտարարել է, որ նման ներդրումներ կատարելու համար բավականին հզոր բլոկի իրավական օրենսդրական դաշտի բարեփոխումներ են պահանջվում եւ միայն տեխնիկական զննման թիմ է ուղարկել Այսինքն այդ ամեն ինչը այսպես ավելի շատ նարատիվն է մարքեթինգային տեսանկյունից ճնշում դաշտը ինֆորմացիոն, որը ամենևին էլ գետնի վրա տեղի ունեցող իրադարձություններին կամ հետնաբերում տեղի ունեցող իրադարձություններին անպայմանորեն չի, որ խորքային անդրադարձ է կատարում, ընդհակառակը ցանկություն չունի, որ նման խորքային անդրադարձ լինի հանրային ավելի լայն շերտերի կողմից աշխարհագրական տարբեր տիրույթներում գտնվող ում որպես հարկատուի վճարումներ օգտագործվում են այս պատերազմները մղելու համար, հիմնական շահառուն Իրանի դեմ պատերազմը Իսրայելն է, որտեղ հսկայական ուղղակի քարոզչական գործունեություն է իրականացվում, համեմատություններ են կատարում բավականին լկտի կերպով, տեսեք Սիրիայում ինչպես մենք ամբողջ
Սիրիայի պետությունը վերածեցինք փոխհրաձգության բաց դաշտի shooting range, այդ տերմինն է օգտագործվել պրո Նետանյահու ալիքի վերլուծաբանի կողմից ռազմական 14-րդ ալիքի մասին է խոսքը գնում ու որ նույնը կատարվելու է Իրանում պարբերաբար ամեն անգամ ամեն օր որ Իրանի իշխանությունները հետ են մղում այդ հրահրված ահաբեկչական գործողությունները ցանցային կերպով ցույցերի մեջ ներթափանցելու եւ ապակայունացման տանելու երկիրը գործողությունները նրանք հզորացնում են այդ ինֆորմացիոն ալիքը, որ միևնույնն է ԱՄՆ նախագահի սեղանին գտնվում են Իրանի դեմ հարձակման ծրագրեր, գրվում է սովորաբար Wall Street Journal-ի կողմից կամ New York Times-ի կողմից, ամենավերջինը, եթե համալրենք այնտեղ արտացոլվածը, այսօրվան արդեն ասում է, որ տարբեր ռազմական տարբերակներ են սեղանի վրա, բայց Տրամպը նպատակ ունի նախազգուշական հարված հասցնել Խամենեին, որպեսզի նա ցուցարարներին չոչնչացնի, այսպիսի տերմինաբանություն է օգտագործվում, բայց դրա հետ միասին Իսրայել հայում թերթն էր գրել, որ բավականին մանրամասն, որ ԱՄՆ Իրանի հետ բանակցելու համար նոր նախապայմաններ է դրել բոլոր բանտարկվածներին ազատ արձակել, ցուցարարների դեմ ճնշումներ չկատարել, ի հավելումն, որ ԱՄՆ պահանջում է, որպեսզի Իրանը դադարեցնի իր հրթիռային ծրագրի զարգացում եւ այլն, այսինքն դրանք բոլորը կետեր են, որը Իրանը 12-օրյա պատերազմի ավարտից ի վեր ասել է դրանք նախապայման չեն կարող լինել մեր կողմից բանակցային սեղանի շուրջ նստելու համար, այսինքն բացառվում են որևէ կարգի բանակցություններ, որովհետև իրականում իմ գնահատականով գնում է ռազմական գործողությունների լուրջ մշակում, որը նույնպես այսպես որոշակի շղարշի տակ կպահվի, ինչպես որ 12-օրյայի հարձակումը, որը անակնկալի էր բերել Իրանի իշխանություններին, որովհետև շատ ակտիվ այսպես բանակցություններ էին մինչ այդ գնում ամեն կիրակի օր Իրանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև միջնորդավորված Օմանի կողմից, բայց հիմա Իրանի իշխանությունները ամբողջապես պատրաստված են եւ ես գտնում եմ, որ իրականությունը նա է, որ Իսրայելն էլ ԱՄՆ-ն էլ փորձում են առավելագույնս գնահատել, թե ինչպիսի հակահարված է Իրանը նախապատրաստել, փորձում են հասկանալ, որ իրենց համար այս անգամ անակնկալներ չլինեն, ես առհասարակ չեմ կիսում որևէ ոգևորվածություն, որ հա ինչ որտես արևմտամետ իրենց համարող մարդկանց հատկապես Հայաստանում, որտեղ էլ Նիկոլի իշխանությունը, որ գրում են, որ այդ մոլաների իշխանությունը թող գնա կամ Ամերիկահայ ինչ որ այնտեղ բնակվող, հատկապես սովետից գնացածները, դուք ինչ գիտեք այդ երկիրը ինչի մեջով է անցնում եւ եթե դուք իսկապես այտենց հանուն արդարության, հավասարության բլա 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 ինչի անընդհատ ԱՄՆ դոլարը օգտագործում որպես զենք, իբրև թե սանկցիա, որում պետություններ իրականում ինքը խորացնում է ռեժիմանման գործունեություն, ինքն է դա հրահրում, որովհետև իր սանկցիոն համակարգով ինքը ճնշում է հենց այն քաղաքացուն, ում շահերը դուք հայտ եք ներկայացնում, որ իբրև թե պաշտպանում եք, այս անգամ ինչ որ տենց այս խեղճ իրանցիները այն ժամանակ ես հիշում եմ, լիքը տենց բարվոք վիճակում Սերժ Սարգսյանի ժամանակ ամեն ինչի հասած մարդիկ, հայ դե ես իմ համար չեմ այս ցույցին մասնակցում, այս խեղճ ժողովուրդը, այս խեղճ ժողովուրդը, հետո այդ խեղճ ժողովրդի երեխեքը գնացին ու պատերազմի դաշտում իրանց մատաղ բերեցին, որ ձեր Նիկոլը Ալիևին հետև մտնի, հիմա տենց Ալիևի բենզինը բերի լցնի Հայաստան ու ներկայացնի որպես տնտեսական թռիչքաձև աճ, դաշտում մոնոպոլիստ դարձնելով հենց Ադրբեջանին իր ադրբեջանական բենզինով, մենք տեսնում ենք ադրբեջանական բենզինի մոնոպոլիան Ադրբեջանում ժողովրդավարության տեսանկյունից ինչ արդյունքներ ա տվել, որովհետև ես չեմ կարծում, որ այդ բոլոր արևմտամետները առհասարակ ինչ որ դարդ եք անում Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին, դիկտատորական ռեժիմի մասին, կերված միլիարդների մասին, որի վրա արևմուտքը աչք է փակում եւ որ հաշվի համարներից, որ ֆինանսավորվում է հայերի կոտորածը Արցախում եւ հիմա կկոտորվի Հայաստանում։ Ես չեմ տեսնում այդ նույն մարդկանց, ովքեր հատկապես Սփյուռքից 2018-ին հենց տրճիկ էիք տալիս Հայաստանի դեսպանատների արչեւ, մտնում եք դեսպաններին էիք ինչ որ տենց սպառնում։ Նույն անպատասխանատվությամբ հիմա դուք ինչ որ բաներ եք ներկայացնում իրանցիների մասին եւ Իրանի մասին, որ նույնիսկ այդ երկրի, ասենք, բուն ամերիկացիները կամ եվրոպացիները շատ ավելի այսպես
խորքային պահանջներ ունեն իրանց իշխանությունների հանդեպ, այս ամեն ինչի առիթով, որտեղ արդեն բոլորը հասկանում, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի քարտեզ է ուզում ամեն գնով փոխի, ռուսական պրոարևմտյան թևը ներկայացնում է, որ դե լավ կլինի տենց իրանք, ամերիկան ռուսը իրար հետ աշխարհը կկիսեն, Իրանը կթուլանա, հետո միասին իրանք ինչ որ տենց Չինաստան կթուլացնեն, դա էլ է նարատիվ, հեգեմոնը ոչ մեկի հետ իշխանություն չի կիսելու աշխարհում, Իրանին թուլացնելուց հետո անմիջապես անցնելու են Ռուսաստանին նույն սցենարով եւ դեռ ավելի վատ, որովհետեւ Ժիրինովսկու ներկայացրած այդ հայտնի տեսանյութը կարող է կտենց search անել, թե ինչ է ասել ինքը Իրանի մասին, որ իբրև թե տենց սահմանները հարավից կփակի, տենց Պուտինը թույլ կտա, որ Ամերիկան ինչ որ տենց Իրանին խփի, հետո այդ բոլորը կհոսեն որպես փախստականներ իմенно հյուսիս, իմенно Հայաստան, Վրաստան, այնտեղ լիքը երկրներ կան Իրանի կողքը, բայց հետխորհրդային մասային պետք չի դրա մասին բացատրել, պետք չի հասկացնել ինչ որակի հասարակություն է իրանցին եւ նման սարսափի դեպքում ինքը ուր կգնար ու իբրև թե տենց ռուսը տենց փակված կնստի ապահով հետո ասում արյունահեղություն կլինի Հայաստանում ու Վրաստանում հետո նոր Սոչիում կնստան Տրամպը ու Պուտինը ու իրար հետ ինչ որ տենց քարտեզ կբաժանեն բան նո որովհետեւ Թուրքիան կապ չունի Էրդողանը կլինի իշխանության թե մեկ ուրիշը միշտ նախապատրաստված ծրագիրը 300 տարի շարունակ Եվ ինչպես որ 90-ականներին գործարկվեց, ուղղակի այտենց այդ Կովկասով մտնելու են Հյուսիսային Կովկաս ու այդ ժամանակ արդեն Իրանի պարակտված լինելու դեպքում կենտրոնական Ասիայել մտած կլինեն ու ամբողջ հարավից կսկսեն հարձակվել թե Ռուսաստանի վրա եւ թե ապակայունացնել Չինաստանը։ Պես որ այդպիսի հեքիաթներ թող չվաճառեն, ես այդ գնահատականը չեմ կիսում ոչ այդ Ժիրինովսկու ինչ որ տենց մարգարեական, իբրև թե ասվածքը ինքը շատ բաների մասին ճիշտ էր խոսում եւ այլն, բայց ներկայիս ԱՄՆ-ը ոչ թե վարչակազմը, այլ հենց խորքային պետությունը չունի որևէ այսպես ուրեմն մտադրություն ինչ որ մեկի հետ իշխանություն կիսի եւ առհասարակ ես դեմ եմ որ ասենք այս պայմաններում Վիտկովը գալիս ինչ որ Պուտինի հետ հանդիպում Վիտկովը ինչ որ անշարժ գույքի գործակալ է ու որ ներկայացնում են որ ինքը իբրև թե Տրամպի ինչ որ տենց վստահված անձ է ոչ ինքը ոչ թե Տրամպի վստահված անձն է այլ Տրամպին ֆինանսավորողների վստահված անձն է ու ես չեմ գտնում որ երկրի նախագահը պետք է հանդիպի ինչ որ տենց անշարժ գույքի գործակալի հետ ու խոսա տենց գլոբալ անվտանգության հարցերով Քարտեզի փոփոխությամբ զբաղվում են Մերձավոր Արևելքում, որպեսզի ռեսուրսները վերցնեն։ Ես բազմիցս այդ մեծ մեկ գոտի մեկ ճանապարհ պրոյեկտի մասին եմ խոսել, Հյուսիս-Հարավ միջանցքի մասին եմ խոսել, ներկայիս TRIP պրոյեկտի մասին եմ խոսել, չեմ գնա այդ անդրադարձներին։ Ուղղակի ուզում եմ ասել, որ ներկայիս պայմաններում Իրանի իշխանությունները Չինաստանի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելով, այսպես Թբիլիսիի դեպքերը հիշեցնող լուսաբանմամբ են զբաղված նախ եւ առաջ իրենց հանրության համար, որովհետեւ իրանք այնտեղ բացատրում են, որ տեսեք, ահա խաղաղ ցույցը Իսպահանում, Քարաջում, Թեհրանի այսինչ թաղամասում, Խուզեստանում, տարբեր քաղաքներում մարդիկ ցույց էին անում, ցույցերի մեջից այս անձինք մոլոտովներ են շպրտել հանրային գույքի վրա, երբեմն անմեղ քաղաքացիների ինչ որ բիզնեսների վրա, ուղղակի թիրախավորել են անմեղ քաղաքացիների եւ միևնույն ժամանակ իրենց հեռախոսներից կա այդ կապը իրենց ուղղորդողների հետ, ովքեր ասում են, որ իրանք պետքա հրազենով դուրս գան փողոցներ ու այդ հրազենից իրանք պետքա կրակեն ուրեմն խաղաղ ցուցարարների դեմ ու իրանք պետքա վնասներ պատճառեն այսինքն հրահրվում է ուղղակի ներքին ապակայունացում, ոչ թե դեմոկրատիա բերելու, այսինքն իրանք նույն սցենար չունեն, թե ով է գալու իշխանության, անգամ երբ որ հենց իրանք հենց Տրամպը ընդունում է, որ Ռեզա Փահլավին ինքը տենց եսիմինչ լիդեր չի։ Այդ նյութերը նաև տրամադրվում արևմուտքին, բացատրվում է եւ միևնույն ժամանակ Իրանը չի պատրաստվում հետ նահանջել որևէ կերպ Այսինքն իրանք չեն թույլ տալու, որ իրանց երկիրը ապակայունացվի, ու այդպես հանրությունը դուրս է եկել պրո իրանական ցույցերի, ոչ թե սենց ինչ որ տես մենք սատարում ենք ռեժիմ, իրանք ռեժիմ չեն վերաբերում, իրանք չեն ուզում, որ իրանց երկիրը վերածվի այտենց բաց կռվի դաշտի մեծ պետությունների միջև, ու իրանք դա շատ լավ հասկանում են, ով որ թավիշ է արել Հայաստանում անգամ ընդդիմադիր կոչելով Թավշյա անասունների հետ հիմա գնում ընտրությունների, առհասարակ մեզ ընտրությունների է տարել,
լիքը տենց իդիոտներ, դուք շարունակում եք ներկայացնել Իրանի մտածելակերպը, հոգեբանությունը, կարծես ինքներդ ձեր մասին եք խոսում։ 90 միլիոնանոց հսկայական երկիր, ասած ամերիկացիների 3 հատ Տեխասի չափ, որ ապակայունանա, դուք որ գրողի ջահաննամն եք գնալու։ Որն է այս ձեր այս էյֆորիան, այս ազարտը, որով դուք պատմում եք կգա Ամերիկան սենց կխփի, Իրանին օրեր է մնացել, չգիտեմ ինչն է օրեր մնացել։ Իրաքին էլ էր տենց օրեր մնացել, մինչև հիմա այդ թեման շարունակվում է։ Մի քիչ չէ, լրջորեն է պետք վերաբերվել այս ամեն ինչին։ Ու դուք ձեզ կոմպլիմենտ եք անում, երբ որ գրում եք այս փախստականները սաղ գալու են լցվեն ստե։ No, գիտեք ովքեր են ձեր մոտ գալու։ Իրանի հյուսիսում ովքեր են ապրում։ Ապակայունացման սցենարի դեպքում Ադրբեջանը ինչի է պատրաստվում։ Իսրայելը ինչի համար է Ալիև հովանավորում։ Ինչի համար է Իսրայելը Արցախը հանձնել Ալիևին։ Ինչի այդ մեծ մերձավոր արևելքի նոր քարտեզը Նետանյահուն գծելուց Իրանը բաժանել երկու մասի։ Մի կեսը դարձրել է Ադրբեջան Նետանյահուն, այն մի կեսը Քուրդիստան։ Այդ ազերները որ գան լցվեն Հայաստան, գալու են որ ձեր հետ հարևան ապրեն, դուք էլ յանում երկրի տեր որպես, տենց մտածելու եք այն մարդես միգրանտները եկան լցվեցին, ինչ են կանելու բան սենց, այդ դառն է, դուք այդպես դարդ եք ունենալու։ Իրանք տենց պուպսիկի պես գալու են ձեր հարևանությամբ ապրեն, ոչ մի բան ձեր հետ չի լինելու։ Որովհետև Տրամպի անսահման ապուշության չափ դեսպանատուն կա ԱՄՆ-ի դրված Երևանի մեջտեղը, ստրատեգիկ հատվածում գալու է ձեզ պաշտպանի, քրդերին Սիրիայում հիմա պաշտպանում է, ամերիկյան հյուպատոսարանի դեմ քրդերը այդպես ցույցեր էին անում Հալեպում, Դամասկոսում դեսպանատան դեմ, ասում են խի չեք օգնում մեր քրդերին ընդեղ դեմոկրատ Ջոլանեի զորքերը ահաբեկչական խմբավորումները ոչնչացնում են։ Պաշտպանում է ձեր ԱՄՆ դեսպանատունը, ալևիներին, քրդերին, դրուզներին, հա, պաշտպանում է։ Թե Հենրի Մորգենթաուի պես 1915 թվականին գնում է նայում է, ոնց են հայերին սպանում, հետո գալիս է սիրուն զեկույցներ է գրում, հետո զեկույցներից գիրք է սարքում, գիրքը վաճառում է, որից ստացած եկամուտները դեռ իր ընտանիքն է ստանում ու ապրում։ Ու սա հայ ազգով ասում եք, ինչ բարի մարդ էր, ինչ հավեսով էր պատմում ոնց էին մեզ մորթում։ Իրանք ոչ մի ուրիշ, իրանք ոչ քրիստոնյա են, ոչ մարդու իրավունքների ջատագով են, ոչ ժողովրդավար են, տենց ծովահենը ավազակախմբեր են, աքսորիալներից ստացված, սեկտանտներից ծնված, ովքեր որոշել են, որ աշխարհում ոչ մի միջազգային օրենք, ոչ մի բան չկա, ում մասին ինչ ուզեն, փողով, գրելով, կտան, թող գրան եւ այլն եւ այլն։ Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է, ես չեմ կարծում, որ դա արդար է, ես չեմ կարծում, որ մեր դեմ երկրորդ համաշխարհայինի այդքան զոհերից հետո մեր ԽՍՀՄ-ի դեմ իրանց կողմից սանկցիաների լեզվով խոսալը սառը պատերազմ արտահայտելը դա այդպես նորմալ է։ Ես գտնում եմ, որ աննորմալ է, որ իրանցից հաշիվ չենք պահանջում, աննորմալ է, որ դուք զոհի մտածելակերպով չեք մտածում, այս միջազգային իրավունքը որտե դնենք։ Իսկ ԽՍՀՄ-ը բոյ է տվել այդ միջազգային իրավունքի համար։ Ու ես այդ բոյի շարունակողն եմ։ Ես այդպես եմ տեսնում, ես խորհրդային միության ծնունդ եմ։ Հիմա դուր չի գալի։ Ես տենում եմ, դե դուք ինչի եք ընդունակ, էլի ավելի ճիշտ անընդունակ։ Որովհետև ապակայունացման հաջորդ քայլը լինելու է ամբողջ Անդրկովկասը, որտեղ թուրքական հրոսակախմբերը մտնելու են, ջարդելու են, որպեսզի դեռևս հանգիստ վերընկած հյուսիսային Կովկասում հրահրեն Ռուսաստանի դեմ որոշակի գործողություններ։ Այնպես որ սա է իմ գնահատականը, ԱՄՆ հետ չի կանգնում հարված հասցնելու գաղափարից։ Այսինքն ինչ եմ ասում, Իրանը ցույց է տալիս այդ տեսանյութերը, Իրանի պետական մարմինները բացատրում են ավելի շատ իրանց քաղաքացիների համար, որտեղ արևմուտքում ցույց չեն տալիս, որ երեք այտենց 3 միլիոնանոց ցույց է եղել Թեհրանում, բազմամիլիոն հասարակություն ամբողջ Իրանի բոլոր մեծ քաղաքներում դուրս է եկել ցույցի, որ մենք մեր երկիրը ոչ մեկին տալու չունենք եւ մենք կհամախմբվենք մեր առաջնորդի շուրջ մեր դեմ հարվածի դեպքում։ Այդ կադրերը ցույց չեն տալիս։
արևմուտքում։ Հիմա դուք որ չեք նայում, որտեվ արևմուտք եք մենակ նայում, դա չի նշանակում, որ այդ իրադարձությունները տեղի չեն ունեցել։ Կամ որ Իրանը Չինաստանը նստելու են, սպասեն տենան ոնց է ձեր մտածելակերպով ռուս-ամերիկացին աշխարհը բաժանելու, իրանքի պուպսիկ ավարի տես նստելու են ու թողեն, որ դա տեղի ունենա։ Այդ նշանակում է, որ դուք Չինաստանից էլ խաբար չեք, այսքան տարի ինչով ազբաղված Չինաստանը, ինչ պոտենցիալի տերա, դուք խաբար չեք Ռուսաստան, Չինաստան, Իրան ռազմավարական փոխհամագործակցության կարևոր հենակետերից, տենց բեխաբար։ ԱՄՆ նարատիվը շարունակում է, ես գտնում եմ, որ իրանք փորձելու են ամեն դեպքում ինչ-որ բան անել, այս պահի դրությամբ անկանխագուշակելի է, երբ կհարվածեն ինչ ձևով, առավել եւս անկանխագուշակելի է, թե դա ինչ հետևանքներ, ինչ ռեակցիա, ինչպիսի պատասխան կբերի ոչ միայն Իրանից, այլև միանգամից մի քանի տարածաշրջաններից, որովհետեւ սա իսկապես կլինի արդեն բուն երրորդ համաշխարհային պատերազմը։ Սա է այսօրվա այսպես վերլուծությունը, ինչ վերաբերում է գեոքաղաքականությանը, ներքաղաքականի պահով մի քանի խոսք։ Իշխան Սաղաթելյան գնա հողկեր գետինը մտի Սատկի, որ այսքան ֆանարիկ անելուց հետո դու դեռ դեմք ունես, դուս ես եկել նախընտրական քարոզարշավի ու էշեշ դուս ես տալիս, այն ժամանակ երբ որ քաղբանդարկյալները բանտում են, Նարեկը Սամսոնյան հացադուլը հայտարարել, երբ որ դուք ոչ մի բան գործնական չեք անում իմպիչմենտը իրական դարձնելու համար, դուք ոչինչ չեք անում պայքար մղելու համար ու ասեմ ձեր մոտ որն է պրոգրեսը, մի քիչ ավելի անկեղծացել ազնվացել եք, եթե 2021-ին տենց քյասար ժողովրդին խափում եք, որ կռելու եք, այս անգամ դու այտենց ոնց ասեմ, շատ խղճուկ ես, էլի կանգնում ասում ես, մենք այդ 4-ից 5% անցումային ցենզը անցնելու ենք, մենք այդ անցնելու ենք, ու մենք ընտրվենք, Դաշնակցություն, որ տենց խասյաթ ունեք իզնից նեղանալու, ասիգա հիմա դաշնակցականի խոսք է, ասից էր նպատակը, հասկացանք Նիգոլին իշխանության բերեցիք, ժողովրդին հանեցիք, ամեն կողմը սփյուռքի մեջ, էշու զավագին հանեցիք, ջագադը համբուրեցիք, գլուխներս վրան թակավոր դրեցիք։ Հիմա եղեր ընտիմատիր լակ, հանդարտ բիդնստիկ, ասիգա ալալիք է, դա Իրանի մասին է բաներ գխոսիկ, ինչ խոստացած են ձեզի նորեն։ Մուրացկանի բես աստին անտին գերտակ, դա ձեզի մուրացկանի բես չեն վերաբերի, հայեն պան մը գսպասեգոր, ամեն պետություն, ամեն սանք, երգեգի պան մը գսպասեգոր, երգեգի բահվածք մը գսպասեգոր, մեմենա պերանը գպանը գդեսնի արջևը մուրացկան մը գեցած է, ինչ կխոստանան, ամենը պան մը գխոստանա, ինչքի ամենատ չէ, դեմոկրատները ասինչանին ասիգա կխոստանան, հանրապետականները անիջանիչանին անիգա կխոստանան, Իսրայելի հետույքը մդածներին մեկ ուրիշ բան կխոստանան, Թուրքիայի հետույքը բակնողներից ուրիշ բան կխոստանան, Ֆրանսահայերը գնա գալիս են ինչե կխոստանա Մակրոնը, որ դա իր գլխին ջարը չգիտե ինչպես պիտի դեսնե։ Ինչ խոստացած եմ ցեզի։ Ասկան որակնիտ ինգած։ Ինչ ամոթ։ Impeachment մը գրնակնել միայն, ասպահի դրությամբ, համախմբվեք ամենուս հետ, ինչու մեզի գբարակտեք, ինչու իմուքո գբաժանեք, քաղբանդարգյալներուն ալ իմուքո գբաժանեք, քանի կլխանի եկյանի։ Վերջնա գնեղվիկը, որ բադմական ակնարկները մարդիկը, որ գնեն դա 20-ական թվականներին, գնեղվիկ եղեր, մենք փրկեցինք բան, ինչը փրկեցի, ասան կփրկեն։ Ինքնիդ փրկեցիք, սեփական հայդուկնիդ կփրկեք գոր։ Դաշինք պիտի գազմենք, ինչ գիտնամ ինչ շեմը պետք է անցնենք 4-5%, օքեյ 6-7%, 6-7%-ի համար եք մեյդան ընկելարա։ Ու այդ 2021-ի տնանասունը չէր հաղթել։ Դուք հաղթացրել եք իրան, որովհետև լրիվ ուրիշ գործարքների մեջ եք, լրիվ ուրիշ ուժերի հետ, ում հետ միասին թավիշ եք արել իմ երկրում, սաղ տերնը թաղեմ։ Ու ձեր հետ ձեր սխմողի, вообще ձեր բանի տեղ դնողի, այդ ձեր հետ բյուրոյի, թաղեմ ես ձեր արևը, որ դուք ես բերեցիք իմ երկրի գլխին, որ դուք այտենց ոնց Թուրքի բայկա տենց կերել եք անցած դարից սկսած, մինչև հիմա շարունակում եք այտենց ուտել։ Ռուսի ինադու էլի յանին թե վատություն եք անում ռուսին, Խեղճ ռուսիներն են, որ sense как плохо ему живется из-за вашей гнили, էլի։ Այս ասեմ, գետինը մտի արա, այնտեղ մարդիկ հացադուլ են անում բանտում, դու հələ կաստում շլվարը թակի դրոշները տնգել ես։ Մենք կանցնենք անցումային շեմը, մենք կանցնենք 4-ից 5%, այդ էս էլի, 4-ից 5% ոնց էր գետի կպել բանին։ Իսկանդերը 10%-ով է կրակում։ Ընդդիմությունը 4-ից 5% է կրակում, դա կրակոց չի, դա չգիտեմ ինչա։ В общем, սենց այսօր էլ սենց, հաջողություն, մերսի։